Բարև ձեզ սիրելի հետևորդներ, այսօր կլուծենք շտեմարանի բաժին 2-ի 34-րդ վարժության առաջադրանքները։ Գրենք վարժություն 34, առաջադրանք առաջին։ x-1 հարաբերությունը արմատի մեջ x-1 բարձրացած քառակուսի, պետք է լուծենք հետևյալ արտահայտությունը, եթե այստեղ վերևում գրեմ x-ը փոքր է 1-ից։ Մենք հավասար է, հիմա նայենք, եթե x-ը փոքր է 1-ից, ապա x-1 արտահայտությունը ստացվում է բացասական։ Իսկ մենք գիտենք, որ արմատից բացասական դուրս չի գալի, այսինքն քառակուսին արմատանշանները չեն կարող կրճատել։ Այդ դեպքում վարվենք հետևյալ կերպ, գրենք համարիչում x-1, իսկ հայտարարում դուրս բերենք, փակագծերից դուրս բերենք մինուս արտադրիչը, այսինքն մինուս և փոխվում է տեղերով 1 մինուս x բարձրացած քառակուսի, այստեղ հավասար է x-1 քառակուսի արմատ, այստեղ մինուսի քառակուսին դա պլյուսն է, դրական է, հետևաբար մինուսը վերանում է, ստացվում է 1 մինուս x բարձրացած քառակուսի։ Սա էլ հավասար է x-1-ի հարաբերությունը, այժմ, քանի որ x-ը 1-ից փոքր թիվ է, հետևաբար 1 մինուս x-ը ստացվում է դրական թիվ, այսինքն այժմ կարող ենք քառակուսին կրճատել քառակուսի արմատանշանի հետ, ստացվում է 1 մինուս x, սա էլ հավասար է, x-1-ը կարող ենք ներկայացնել հետևյալ կերպ, գրենք մինուս 1 մինուս x, դուրս ենք բերում մինուս արտադրիչը և տեղերը փոխում ենք, ստացվում է 1 մինուս x, կատարեն կրճատում, 1 մինուս x-ը կրճատվում է, հավասար է մինուս 1, ընտրենք ճիշտ տարբերակը, երկրորդը։ Լուծենք երկրորդ առաջադրանքը, ներենք 6 կոսինուս պի երորդ, տանգես պի չորորդ։ Սա հավասար է 6 անգամ կոսինուսը պի երորդում 1 երկրորդ է, տանգեսը պի չորորդում 1։ Սա էլ հավասար է 6-ն ու 2-ը կրճատվում են 3, ստացվում է 3։ Ընտրենք ճիշտ տարբերակը, երկրորդը։ Լուծենք երրորդ առաջադրանքը, 3 աստիճանում արմատ 8 պլյուս 3 բազմապատկած 9 աստիճանում 1 մինուս արմատ 2։ Սա հավասար է 3, արմատ 8-ը դա 2 արմատ 2-ն է, պլյուս 3 բազմապատկած 9, քանի որ 3-ի քառակուսին է, կգրենք հետևյալ կերպ, 3-ի քառակուսի բարձրացրած 1 մինուս արմատ 2 աստիճան, սա էլ հավասար է 3, 2 արմատ 2 պլյուս 3 աստիճանում, 2 արմատ 2 պլյուս 3 բազմապատկած 3, այժմ աստիճանի հատկություններից օգտվելով կգրենք 2 անգամ 1 2 մինուս 2 անգամ արմատ 2 2 արմատ 2։ Սա էլ հավասար է, նույնպես աստիճանի հատկություններից օգտվելով, եթե հիմքերը նույնն են, բազմապատկման ժամանակ ցուցիչները գումարվում են, այսինքն 2 արմատ 2 պլյուս 3 պլյուս 2 մինուս 2 արմատ 2։ Սա հավասար է, այժմ 2 արմատ 2 մինուս 2 արմատ 2 կրճատվում է, ստացվում է 3-ի 5 աստիճան, որն էլ հավասար է 243։ Ընտրենք ճիշտ տարբերակը, առաջինը։ Լուծենք չորրորդ առաջադրանքը, լոգարիթ արմատ 3 հիմքով 25 բազմապատկած լոգարիթ 5 հիմքով 9։ Սա հավասար է լոգարիթ
Արմատ 3-ը կարող են գրել 3-ի 1/2 աստիճան տեսքով 25-ը 5-ի քառակուսին։ Բազմապատկած լոգարիթմ 5/5-ով 9-ը գրենք 3-ի քառակուսին։ Սա հավասար է։ Այժմ այստեղ օգտվելով լոգարիթմի հատկություններից ստացվում է 2-ի հարաբերությունը 1/2-ին կստացվի 4, այսինքն կստացվի 4 լոգարիթմ 3/5-ով 5 բազմապատկած լոգարիթմական թվի աստիճանը գալիս է այստեղ, գալիս է լոգարիթմի դիմաց, լոգարիթմի հատկություններից օգտվելով, այսինքն ստացվում է 2 լոգարիթմ 5/5-ով 3, սա էլ հավասար է 4 բազմապատկած 2, այստեղ 4 անգամ 2, 4 անգամ 2 ստացվում է 8, լոգարիթմ 3/5-ով 5, բազմապատկած, լոգարիթմի հատկություններից օգտվելով գրենք 1-ի հարաբերությունը, լոգարիթմ 3/5-ով 5, այսինքն լոգարիթմ 5/5-ով 3-ը ներկայացրեցինք լոգարիթմ 3/5-ով 5-ի տեսքով։ Սա հավասար է, լոգարիթմները կրճատվում է, ստացվում է 8 անգամ 1, 8։ Ընտրենք ճիշտ տարբերակը, երրորդը։ Շնորհակալություն դիտման համար, խնդրում եմ բաժանորդագրվել հետագա վիդեոդասերը բաց չթողնելու համար։